Ադրբեջանի Գաբալա քաղաքում նախօրեին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը։ Սա հերթական տեխնիկական հանդիպում չի կարելի համարել հենց միայն այն պատճառով, որ այս ֆորմատով հանդիպումն առաջին անգամ տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում։ Կարևոր է, որ գործընթացը որոշվել է սկսել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարժվել դեպի հարավ, մինչև Հայաստանի և Իրանի հետ սահմանը։ Ոչ մի գիծ քարտեզի վրա չպետք է անցկացվի այնպես, որ մեր գյուղերն ու ճանապարհները հայտնվեն ռազմավարական խեղդված վիճակում։ Այս գործընթացում Հայաստանը չպետք է միայնակ մնա։ Պետք են Եվրամիության, Միացյալ Նահանգների, հնարավոր է Միացյալ Ազգերի կազմակերպության դիտորդներ, որպեսզի ամեն քայլն ունենա միջազգային լեգիտիմություն, իսկ մեր բանակցային դիրքերը լինեն պաշտպանված։ Ի վերջո, սահմանազատումը միայն կառավարության գործը չէ, դա ամբողջ հասարակության ճակատագրի հարցն է։ Եթե այս ամենը արվի բաց, թափանցիկ, ուժեղ, մասնագիտական և քաղաքական հիմքով, ապա կարող է դառնալ խաղաղության իրական երաշխիք։ Մեր պահանջն է հստակ, անվտանգ, ինքնիշխան, սահմանագծված և սահմանազատված Հայաստան, ոչ թե թղթի վրա գծված, այլ մեր հողի վրա պաշտպանված, մեր սահմանի վրա ամրացված, մեր ապագայի մեջ երաշխավորված։